Բարև ձեզ, ես Սյունեն եմ, ճարտարապետ դիզայներ, և սա իմ հեղինակային ծրագիրն է, ինտերիեր դիզայնի արվեստը։ Ուզում եք վերանորոգել ձեր բնակարանը, չգիտեք ինչից սկսել։ Այսուհետ հետևեք այս ծրագրին և ես կօգնեմ ձեզ իմ բազմամյա փորձից ելնելով։ Այսօր մենք կխոսենք մի շատ կարևոր և նուրբ թեմայի մասին։ Բնակարանի ամենապայծառ, էմոցիաներով լի և պոզիտիվ գոտու մասին։ Այո, այսօր կխոսենք մանկական սենյակի, ավելի ճիշտ, նորածնի սենյակի մասին։ Ինչ է իրենից ներկայացնում երեխայի համար նախատեսված սենյակը։ Դա սովորական սենյակ չէ։ Այն բաղկացած է մի քանի ֆունկցիոնալ գոտիների համատեղումից։ Որոնք են այդ գոտիները։ Հանգստի, աշխատանքի, ուսման, խաղերի, ստեղծագործման, սպորտի և այլն։ Մանկական սենյակից ծնողները շատ բան են ակնկալում։ Դա այն սենյակն է, որտեղ սկսում է մարդու որպես անձ ձևավորումը։ Նման տարածք նախագծողը կարծես թե դառնում է նաև հոգեբան, քանի որ ուղղակի գեղեցիկ ինտերիեր ստանալը բավարար չէ։ Անհրաժեշտ է հասկանալ երեխայի հոգեբանական պատկերը և նրա նախասիրությունները։ Մանկական սենյակները բաժանվում են մի քանի տեսակի։ Այսօր մենք կխոսենք ավելի մանրամասն նորածնի սենյակի մասին։ Իսկ ավելի մեծ երեխաների համար նախատեսված սենյակին կանդրադառնանք հաջորդ հաղորդմանը։ Եվ այսպես, երեխայի սենյակը պետք է լինի էրգոնոմիկ և ֆունկցիոնալ։ Մեծ ուշադրություն պետք է դարձնել պատուհանների դիրքին և չափին։ Պատուհանների դերը շատ կարևոր է ինտերիերում, քանի որ նրանք են ապահովում օդափոխության կազմակերպումը, ինչպես նաև բնական լույսի և արևի ճառագայթների ներթափանցումը սենյակ։ Ի սկզբանե անհրաժեշտ է նախագծել արհեստական լուսավորության սցենարները։ Օրինակ ընդհանուր լուսավորություն, ուղղված լույս, ետին լույս, գիշերային լույս, լուսամփոփներ և այլն։ Վարդակների և անջատիչների ճիշտ տեղանշումը պետք է հարմարեցնել կահավորման գծագրի հետ։ Կահավորում։ Մանկական սենյակում կահավորումը պահանջում է յուրահատուկ մոտեցում։ Կահավորման համար նախատեսված նյութերը պետք է լինեն էկոլոգիապես մաքուր և անվտանգ։ Կահույք առանց սուր անկյունների։ Կոր նշանակում է անվտանգ։ Մանկական սենյակում կոր գծերը դա ոչ միայն գեղեցիկ է, այլ անհրաժեշտություն, անվտանգությունը ապահովելու համար։ Կոր և ճկուն գծերը կարող են շարունակվել ամբողջ ինտերիերում։ Օրինակ կամարակապ ձևերով պատեր, կլոր բարձեր, գորգեր, պատի նկարներ, լուսամփոփներ և այլ մանկական աքսեսուարներ։ Կահավորման ժամանակ անհրաժեշտ է տեղ հատկացնել խնամողի համար։ Դա կարող է լինել բացվող բազկաթոռ, որը շատ տեղ չի զբաղացնի։ Բնականաբար յուրաքանչյուր կահույք պետք է լինի ինտերիերի մի մասը, լրացնելով ընդհանուր կոմպոզիցիան։ Գունային լուծումներ։ Երեխայի սենյակում գունային լուծումները պետք է լինեն հետաքրքիր և բազմերանգ։ Միատոն ինտերիերը ցանկալի չէ, քանի որ երեխան գտնվում է այն զարգացման փուլում, որտեղ պետք է ծանոթանա գունային հարուստ պալիտրային։ Լավ կլինի, եթե սենյակը ունենա դոմինանտ պատ կամ գույն։ Հիշեցնեմ, որ դոմինանտ գույնը դա ինտերիերում օգտագործվող գույնի 30%-ն է։ Շատ դեպքերում դոմինանտ գույնը ընտրվում է ելնելով երեխայի սեռից։ Օրինակ աղջիկ է, ընտրում են վարդագույն։ Տղայի դեպքում կապույտ։ Դա սխալ չէ, բայց պետք է հասկանալ մի բան, որ երեխան արագ է մեծանում և հնարավոր է նրան պարտադրված այդ գույները հետագայում դուր չգան։ Ցանկալի է նաև ուշադրություն դարձնել պաստառի և ներկերի հեշտ մաքրմանը։ Ընտրված երեսապատման նյութերը պետք է հեշտությամբ մաքրվեն խոնավ շորով, շատ դեպքերում նաև խոզանակով, որպեսզի երկար ժամանակ կարողանաք պահպանել սենյակի թարմությունը և ձևը։ Խոսենք սենյակում հատակների մասին։ Բնականաբար հատակը պետք է լինի բնական նյութից և անվտանգ։
Օրինակ կարող է լինել փայտե մանրահատակ, ծածկված հիպոալերգիկ փափուկ գորգով։ Քարե կամ կերամագրանիտե հատակները բացառվում են։ Նորածնի սենյակ ասելով մենք պետք է հասկանանք, որ երեխան արագ է մեծանում։ Եվ սենյակը կազմակերպելիս անհրաժեշտ է հասկանալ, որ ժամանակի ընթացքում պետք կլինի սենյակը թարմացնել։ Օրինակ, փոքր մահճակալը փոխարինել մեծով եւ այլն։ Այս եւ այլ փոփոխությունների մասին կխոսեմ հաջորդ ծրագրում։ Եղեք տեղեկացված, ապրեք գեղեցիկ եւ հարմարավետ միջավայրում։ Կհանդիպենք։